մենք էլ պահում ենք այն աշխատակարգը, որը սահմանում ենք ի սկզբանե։ Շնորհակալություն։ Պարոն նախարար, հստակեցնենք, թե դուք ուղղակի որպես ով եք մասնակցում, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան, ՔՊ վարչության անդամ Սուրեն Պապիկյան, թե պարզապես քաղաքացի Սուրեն Պապիկյան, դուք նշում եք, որ ներկում եք զինված ուժերի մասնակցությունը ուղղակի, բայց ես պիտի հիշեցնեմ, որ դուք եկաք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, ձեր հետևից բազմաթիվ քաղաքացիներ են գալիս, արդյոք դուք եք հորդորել, խնդրել, կոչարել, որ իրենք ձեր ետևից գային, և Վարուժ Շաքարյանի մասով և մենք էլ ենք դիմել Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակին, որովհետև պարոն Շաքարյանը այդպես մեզ ասաց, այստեղ հակասություն կա, եթե պարոն Շաքարյանը պարզապես քաղաքացի էր ներկայացել այդ դեպքի, ոչ աշխատանքային օրով, ոչ աշխատանքային ժամին, ինչու էր սլակները ուղղում դեպի Պաշտպանության նախարարություն և պարոն Պապիկյան, թեև անդրադարձավ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը օկուպացրած ադրբեջանական զորքերին ու անելով սահմանազատման և սահմանագծման աշխատանքների, բայց հողի վրա այս պահի դրությամբ անգամ սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ չեն իրականացում։ Հիմա ուզում եմ հասկանալ ինչ եղան սոված ադրբեջանցիները։ Հնարավոր է խաղաղության օրակարգի շրջանակներում, օրինակ արդեն մեր հարևանը դարձած ադրբեջանցիների Հայաստանի Հանրապետությունն է օրինակ բնամթերքով ապահովում և նաև պարոն Շաքարյանի մասով հնարավոր է, որ քանի որ զիջվել է Արցախի երրորդի կոչումից, Նիկոլ Փաշինյանի հռչակած իրական Հայաստանի կոչում շնորհքներն շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Ես ձեր վերջին հարցին անդրադարձա ըստ էության, այսինքն ես չեմ անդրադառնա ինստիտուտների, որոնք առ ոչինչ են կամ գոյություն չունեն։ Նորից եմ ասում, ես չեմ ճանաչում որևէ վիրտուալ կառավարություն կամ մտածածին կառավարություն, որը ինչ-որ իրավական ակտեր է ընդունում։ Բոլորին պարզ է, որ դրանք առ ոչինչ ակտեր են կամ, չգիտեմ, ինչ-որ շրջանակի սփոփելու կամ իրենց գոյությունը կամ ներկայությունը ևս մեկ անգամ մատնանշելու համար է արվում, իրենց գործն է, կարծում եմ սա իմ քննարկելու բանը չէ, եթե կարիք լինի, որ սրան արձագանքեն իրավական մարմինները, կարձագանքեն պատկան մարմինները։ Ինչ վերաբերում է նրան, թե որպես ով եմ մասնակցել ուխտերթին, մասնակցել եմ որպես Հայաստանի քաղաքացի, որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ եւ որպես պաշտպանության նախարար, որովհետեւ ես այս պաշտոնը զբաղեցնում եմ որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, որպես կառավարության անդամ եւ բնական է, որ սրանք իրար հետ փոխկապակցված դերեր են եւ այդ դերից ես ոչ միայն չեմ խուսափելու, այլև այո նշելու եմ, որ ես մասնակցել եմ որպես նաև պաշտպանության նախարար, որովհետև ես դրան զուգահեռ նաև քաղաքացի եմ, նաև քաղաքական գործիչ եմ, հարգելի գործընկերներ, ես ուսադիրներ չեմ կրում, ես զինվորական չեմ, իմ քաղաքական գործունեությունը օրենքով ոչ միայն արգելված չի, թույլատրելի, այլև խրախուսելի է։ Հիմա եթե տարբեր հանգամանքներից ելնելով կամ մեր երկրի առաջ ծառացած խնդիրների բերումով ես քաղաքական գործունեությունից որոշակի գուցե նահանջել եմ, զբաղվում եմ իմ գործով այս պահին որպես պաշտպանության նախարար, բայց դա նույնպես քաղաքական գործունեության մաս է, պարտադիր չի, որ ես ամեն օր հանդես գամ հրապարակային հայտարարություններով կամ հարցազրույցներ տամ, ես շարունակում եմ մնալ իմ դերում եւ բնականաբար իմ քաղաքական կուսակցության բոլոր որոշումների ջատագովն եմ եւ առաջ մղող։ Շնորհակալ եմ։ Բայց նաև ինքնիշխան տարածքի հետ կապված բազմիցս դրա մասին խոսվել է, ես ինքս նշեցի, այդ հարցը պիտի կարգավորվի սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի շրջանակներում։ Շնորհակալություն, հաջողություն։